ամեն ինչ սպասելի էր։ Նրանով էր սպասելի, որ այս մարդը չի տալու իշխանությունը։ Հասկանում եք, այս հեքիաթները օրինականություն բան, հերիքա խաղակ է ժողովրդի հետ։ Հերիքա այս ինչ խաղեր է, սահմանադրական ում սահմանադրական դատարանը կարաք ասեք։ Կարաք ասեք, այս երկրում օրենք կա, այս 8 տարվա մեջ որ օրենքն է կատարվել։ Մարդկանց ձերբակալում են ոչինչ չանելու համար, վերցնեն Քոչարյանից, նախագահի ձերբակալությունից, մինչև այս վերջի ձերբակալությունները, Կարապետյան Սամվելին ձերբակալում են ոչինչ չասելու համար։ Այս ինչ է կատարել, այս ինչ հեքիաթներ են այս քաղաքական գործիչները պատմում։ Բավական է, մենք օգնել ենք իրանց ամեն ինչի, բայց մենք գիտենք, որ սա ու հիմա փողոցը լիքը չի, այս ինչ են անում, այս ինչ են անում, ուզում եմ հասկանամ։ Մենք դուրս են գալու փողոց, հասկանում եք, մենք չենք տառապել 8 տարի, որպեսզի իրանք այդան դեպուտատ աշխատեն։ Ըստ էս ընտրությունները արդար չեն անցել, այսինքն։ Ընտրությունները խայտառակ են եղել, ինչ արդարություն։ 20:00-ից հետո ընտրություն են անում։ Օրենքի գրուբեշի խախտումներով, անհայտ մարդկանց բերե գրանցել են մարդկանց տների վրա, մենակ 4 հատ փաստ ես ունեմ, հասկանում եք, իսկ հայտնի չի ով են այդ մարդիկ, կարող է դրանք ադրբեջանցիներն այր է խոսացող, դուք հասկանում եք ինչ է կատարվել, մի հատ խելքի արեք, խելքի արի ժողովուրդ, մի նստի տունը դուս արի, կարևոր չի քեզ հանում են ոտի թե չէ, ես թքած ունեմ աշխարհաքաղաքական այդ գլոբալիստների վրա, ինձ իմ հայրենիքի շահերն է հետաքրքրում, իսա տանում է գերեզման, խելքի արեք։ Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները եւ գնա խորհրդարան։ Ոչ, ընդդիմությունը պետք է ստեղծի քաղաքական ճգնաժամ ու պետք է պատրաստ լինի հեղափոխության։